Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը առաջիկայում կարող է ընդլայնվել եւ բանակցություններն այդ ուղղությամբ դեռ շարունակվում են։ Միլիարդատեր գործարարի առաջնորդած Ուժեղ Հայաստանը տարբեր ուժերի հետ երկար բանակցություններից հետո օրերս դաշինք կնքեց հանրությանը անհայտ երկու ուժի հետ։ Մեկը վերջերս ստեղծված նոր դարաշրջանն է, որի ղեկավարը փաստաբան է, մյուսը դեռևս 2000-ականներից գործող եւ ժամանակին ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ միացած միավորված հայեր կուսակցությունն է։ Այս ուժերի հետ հուշագրի ստորագրումը սակայն ըստ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Մելոյանի չի սահմանափակում այլ կուսակցությունների հետ բանակցությունները, ինչպես դաշինքում ընդգրկվելու, այնպես էլ դաշինքից դուրս համագործակցության տարբեր ձևաչափեր ստեղծելու հարցի շուրջ։ Այս մասին նա ասել է Ազատության հետ զրույցում։ Ընտրություններին մասնակցող ուժերը իրենց նախընտրական ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնելու ապրիլի 13-ից 23-ը։ Մինչ այդ ժամկետը քաղաքական ուժերը դեռ ժամանակ ունեն դաշինքներ կազմելու եւ իրենց ցուցակները ձևավորելու համար։ Ինչու Սամվել Կարապետյանի ուժին մինչ այս պահը չի հաջողվել լայն կոնսոլիդացիա ապահովել Ուժեղ Հայաստանի շուրջ։ Այն, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը մտադիր էր դաշինք կազմել Կարապետյանների հետ, չէր թաքցրել նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Պատրաստ ենք այդ նպատակով սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց Ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ ուժերի հետ միասին, նշել էր նա։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անցած ամիսներին անձամբ էր գովեստի խոսքեր շռայլել Սամվել Կարապետյանի հասցեին, պնդելով, թե պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։ Տեր-Պետրոսյանը ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ ազգի փրկության խնդիր էր համարել, ասելով, լինելով ինքնաբավ ու կայացած անձնավորություն, Սամվել Կարապետյանը ունակ է լուծել այդ խնդիրը։ Ինչու այս օրինակ խոսքերից հետո այնուամենայնիվ ՀԱԿ-ի հետ համագործակցություն չստացվեց եւ Սամվել Կարապետյանը դաշինք չկազմեց Տեր-Պետրոսյանի հետ, Մելոյանը ասել է, թե այս պահին դեռ վաղ է պնդել, թե համագործակցությունը չի կայացել։ Թե Ուժեղ Հայաստանը ՀԱԿ-ից բացի էլ որ կուսակցությունների հետ է շարունակում բանակցությունները, կուսակցության ներկայացուցիչը այս պահին չի ցանկացել բարձրաձայնել, որպեսզի նրա ձևակերպմամբ այդ ուժերը չթիրախավորվեն։ Իդեպ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հստակ ընդգծեց, Հայաստանում կան ռուսամետ դիրքորոշում ունեցող ուժեր եւ Մոսկվան ցանկանում է, որ այդ ուժերը ու քաղաքական գործիչները ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորություն ունենան։ Ավելին Պուտինը նշեց, որ այդ գործիչներից ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Առանց անուններ տալու Պուտինը ակնհայտորեն խոսում է այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի մասին։ Ուժեղ Հայաստանից սակայն պնդում են իրենք ռուսամետ չեն, այլ հայամետ։ Ուժեղ Հայաստանում մտավախություն ունեն նաև, որ իշխանությունը կարող է գնալ իրենց ընտրապայքարից դուրս թողնելու ճանապարհով։ Եթե իշխանությունը գնա նման քայլի ու արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չտա Ուժեղ Հայաստանին մասնակցել ընտրություններին, ապա ըստ քաղաքական ուժի Փաշինյանի իշխանությունը իր այդ քայլով կասկածի տակ կդնի ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը պնդում է, եթե իշխանությունն իրենց դուրս թողնի ընտրապայքարից, ապա իրենք գիտեն, թե ինչպիսի գործողությունների են դիմելու եւ ինչպես են հակազդելու։ Մինչ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանը ընտրություններին ընդառաջ պատրաստվում է հակազդել հնարավոր տարբեր սցենարներին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը երկար քննարկումներից հետո ի վերջո որոշում կայացրեց չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Ընդ որում 2018-ից հետո իշխանությունը կորցրած երբեմնի հզոր ուժը նշում է, թե անմիջական չի մասնակցի, ակնարկելով, թե կարող են աջակցել որևէ այլ քաղաքական ուժի։ Թե ում օգտին կարող է աշխատել ՀՀԿ-ն, խոստանում են փակագծերը բացել շաբաթ օրը կայանալիք կուսակցության համագումարում։ Արդյոք Սամվել Կարապետյանը կընդունի Սերժ Սարգսյանի աջակցությունը այս ընտրություններում, Ուժեղ Հայաստանի անդամ Գոհար Մելոյանը հիշեցնում է կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքերը, որ իրենք չեն համագործակցելու խորհրդանում այժմ ընդգրկված ընդդիմադիր ուժերի, ներառյալ Հանրապետականի հետ։ Ընտրություններին ընդառաջ մարզեր այցելող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ գյուղացիների հետ բլոտ է խաղում, Մղչյանում բլոտից դուրս Ծառուկյանը նաև քաղաքական հարցերի է պատասխանում, կրկին վստահեցնելով վարչապետ չի ուզում դառնալ։ Ես ոչ հների հետ գործ ունեմ, նախկինների, դա 100% գրեմ ստորագրեմ, ոչ էլ այսօր գործողների հետ։ Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, ասում է Ծառուկյանը։ Նա դեռ չի հրապարակում իհարկե, թե ով է ապագայի վարչապետի թեկնածուն։ Եվ այժմ զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ։
Տիկին Ստեփանյան, սկսենք ներքաղաքականից, ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը մտավախություններ ունի, որ իշխանությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծելու կամ հնարավոր է ստեղծի եւ փորձի դուրս թողնել իրենց նախընտրական պայքարից, ինչին ասում են մենք որոշակի սցենարներ մշակում ենք եւ հակազդելու ենք։ Այդպիսի մտադրություններ կամ քննարկումներ ունեք։ Դուք ձեր խոսքում մի հետաքրքիր տերմին օգտագործեցիք արհեստական։ Ինձ թվում է արհեստականը քաղաքական դաշտում միայն իրենք են, քանի որ իրենք թերևս Հայաստանի նորանկախ պատմության մեջ միակ քաղաքական ուժն են, որ արհեստական բանականության միջոցով են գեներացնել ոչ միայն իրենց լիդերին այսպես կոչված, այլ նաև լիդերի ընդհանուր խոսքը, որն ուղղված է իր ժողովրդին, իր էլեկտորատին։ Մենք նման քննարկումներ չունենք Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները որևէ հարց ինչ որ քաղաքական ուժի թողնել կամ չթողնելու քաղաքական process-ներին չեն քննարկում, որովհետև այս ամեն ինչը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով, մասնավորապես ընտրական օրենսգրքով, մասնավորապես կուսակցությունների մասին օրենսգրքով եւ այլն, եւ եթե կլինեն խնդիրներ, եթե կլինեն օրենքի խախտումներ, եթե կլինեն ապօրինություններ, եթե կհաստատվեն քննչական կոմիտեի կողմից տարածված այն հաղորդագրությունները, ըստ որոնց ինչ որ մարդիկ, ինչ որ քաղաքական ուժի ներկայացուցիչներ արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել կամ վախեցնել կամ ահաբեկել մեր քաղաքացիներին, ապա ըստ երևույթին իրավասու մարմինները որոշակի որոշում կընդունեն, բայց այս պահին մեր ֆրակցիայում, մեր կուսակցության մեջ նման հարցեր չեն քննարկվում։ Գագիկ Ծառուկյանը ասում է, որ ինքը ոչ հների հետ գործ ունի, ոչ ձեզ հետ գործ ունի եւ այլն, եւ համարում է, որ երկրին պետք է ապագայի վարչապետ, կարծելով, որ Նիկոլ Փաշինյանը արդեն նախկին է, էլի հին է, այսպես ասած, եւ ապագայի վարչապետ է պետք երկրին։ Ծառուկյանը Քոչարյանը շատ ցած պատկերավորում էլի ասում ազգանուններով Կարապետյանը եւ այլն ընդհանուր այսպես նույն արտաքին օրինակ քաղաքականության մասով, որը հիմնական կռվաններից է, հա, այս նախընտրական փուլում, այսպես ասենք, ունեն լիովին հակադիր մոտեցում կամ քաղաքականություն կամ պատկերացում այն ինչ հիմա անում է իշխող ուժը։ Ըստ ձեզ ինչու են առանցքային ուժերը դեմ արտահայտվում ձեր արտաքին քաղաքականությանը։ Գիտեք, ձեր հարցի մեջ արդեն պատասխանը ենթադրվում էր եւ բավականին հետաքրքիր է այս խոսքերը լսել Գագիկ Ծառուկյանից, ինչու, որտեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գիտակից քաղաքացու վերջի 5 կամ 10 տարիների ընթացքում չասեմ մասնակցություն է ունեցել, բայց գոնե հետաքրքրություն է ունեցել հետևելու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրադարձություններին, ապա վստահորեն կարող է ասել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից որոշակի գործունեություն իրականացնելու համար եւ ըստ երևույթին Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, նույն Բարգավաճ Հայաստանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ բիզնեսներից մեկը, դուստր ձեռնարկությունը։ Հետևաբար այս քաղաքական ուժը, որ իրեն դիրքավորել է որպես ընդդիմադիր կուսակցություն, չունի որևէ քաղաքական բովանդակություն եւ մենք հրաշալիորեն հիշում ենք, թե 2021 թվականին նրանք ինչ քաղաքական քարոզարշավ իրականացրեցին արտահերթ ընտրությունների ժամանակ, ինչու նման пассив իբր քարոզարշավ իրականացրեցին եւ ընդհանուր առմամբ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցները ում քաղաքական գործունեության համար են գնալու եւ այսպես վճարվելու, այսպես ասած, անուղակի։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված եռյակին, ոչ մեկից համար էլ գաղտնիք չէ եւ այլևս հայաստանյան քաղաքական դաշտում, երբ որ լսում ենք այս կամ այն գործչի, լինի թե ընդդիմադիր, կարող ենք այս 3 գործիչների մասին լսել որոշակի տերմիններ բնութագրական։ Գագիկ Ծառուկյանը բելարուսամետ օլիգարխն է, որը բնականաբար Հայաստանի Հանրապետությունում չի կարող եւ չի էլ ուզում ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը, Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քրյա օլիգարխիկ կուսակցության ներկայացուցիչներից է, այստեղից քրյա, այնտեղից օլիգարխիկ, Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում եմ բոլորը ճանաչում են եւ այս 3-ը բնականաբար պետք է աշխատեն Ռոբերտ Քոչարյանի համար։ Ինչու, որովհետեւ ինչպես ես իմ խոսքում նախկինում նշեցի, Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրություն եւ կան օրենքներ, Սամվել Կարապետյանը մեծ առումով չի կարող ամենամեծ ցանկության դեպքում անգամ հավակնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին, դա հավասար է բնական օրինաչափություններից դուրս ինչ-որ բանի մասին խոսելուն։ Իդեպ այդ մասին նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը պատասխանեց Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ վերջինս երևի բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով դիմեց Հայաստանի վարչապետին, ասելով, որ լավ կլինի, որ պրոռուսական ուժերը նույնպես կարողանան մասնակցել, բայց ես գիտեմ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, այսպես ասած, մասնակցում է։ Խնդիրը թերևս Սամվել Կարապետյանի մասին է, բայց Սամվել Կարապետյանը կաշկանդված չէ։
քաղաքական խոսք ուղղելու իր էլեկտորատին, խնդրեմ կարող է ուղղել, իսկ եթե Սամվել Կարապետյանը արհեստական բանականությանը չի կարողանում դիմել, գուցե իր իսկ ղեկավարված հեծի այդ խնդիրները իրեն այս խնդիրները առաջացնում, Բարգավաճ Հայաստանի մասին անկեղծ ասած որպես քաղաքական ուժ հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ։ Շատ լավ, Պուտինին հիշեցիք։ Մենք Պուտինին չենք մոռանում։ Այո, նա չի թողնի նրան մոռանալ։ Ուժեղ Հայաստանից ասում են կարելի է Պուտինի խոսքից այդպեսի տպավորություն ինչ որ ստանալ, որ գուցե խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, բայց այստեղ ասում են կա առանցքային մի բան, մենք ռուսամետ չենք։ Դուք ինչու եք միանգամից վերագրում Սամվել Կարապետյանին։ Վարդան Ղուկասյանի մասին էր խոսում Պուտինը։ Գյումրիի Վարդան Ղուկասյանի մասին էր խոսում, խիստ կասկածում եմ, որովհետև Վարդան Ղուկասյանի մասին խոսում է Ստերևույթին Լավրովը, Վարդան Ղուկասյանը դեռևս չի աճել են քաղաքական ֆիգուրի եւ այն քաղաքական ֆեդերացիաների այդպես անկյունակարային դեմքերից մեկը չի, որ նրա մասին խոսի Պուտինը, հետեւաբար նրա մասին խոսում են դեռևս Զախարովան եւ Լավրովը, ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի խոսքին, մենք ախր հստակ գիտենք թե որտեղ են Սամվել Կարապետյանի հիմնական բիզնեսները, թե ում նկատի ուներ Վլադիմիր Պուտինը եւ ինչու հատկապես այս փուլում Սամվել Կարապետյանը իր ողջ թիմով, ազգուտակով եւ տոհմի բոլոր ճյուղերով այսպես նետվել է քաղաքական դաշտի մեջ, բայց դեռևս այսպես ասենք անհեթեթություններից, սեքսի նախարարությունից, 0 դրամով վարչապետ աշխատելուց, անվճար նախարարներ պահելուց եւ 300,000 աշխատատեղ ստեղծելուց անդին այս քաղաքական ուժի խոսքերը դեռևս ուրիշ ոչ մի հետևանք կամ եզրակացություն կամ ուշադրության արժանի դեպքեր չեն։ Գիտեք, ցավալիորեն, երբ որ մենք խոսում ենք, որ այս 30 տարիների ընթացքում ընտրակաշառքով քվեարկությունների եւ ձայների կեղծմամբ ձևավորված իշխանությունը հասարակական համակարգի մի ոլորտ չկա, որտեղ դեգրադացիա չի ապահովել, սա մեր խոսքերի ուղիղ ապացույցն է, որ անգամ վերջի 7-8 տարիներին, երբ քաղաքական դաշտը ազատ է, երբ օրենքները հնարավորինս ավելի ճկուն են դարձել նոր քաղաքական ուժերի ձևավորման համար, երբ ֆինանսական հոսքերը շատ ավելի թափանցիկ են եւ որոշ դեպքերում ապօրինի այլ տեղերից եկող ֆինանսական հոսքերը ավելի կառավարելի են դարձել, ցավոք դեռևս չեն ձևավորվում այն քաղաքական ուժերը, ովքեր կարող են գալ եւ քաղաքական դաշտում սերնդափոխություն իրականացնել եւ եթե նույնիսկ այս պարագայում ինչ-ինչ քաղաքական գործիչներ ասպարեզ են բերել միևնույն քաղաքական ուժերը ըստ երևույթին, բայց երիտասարդ ավելի դեմքերով, կարծես թե փորձում են ռեբրենդինգ անել իրենց ուժերը, դարձյալ որևէ բան չի ստացվում, որովհետև մենք տեսնում ենք, որ նույն այն նախկին նախագահները կամ նախկին նախագահների հետ փոխկապակցված անձին կամ նրանց կողմից գրպանային կուսակցությունները, որոնք ստեղծվել են այս կամ այն գործի կամ այս կամ այն գործունեության համար, այժմ գլխավորում են իրենց իսկ զավակները, իրենց իսկ որդիները, իրենց իսկ փեսաները եւ ըստ երևույթին այն շատ կարևոր անհրաժեշտ քաղաքական կոդը, քաղաքական բանաձևը, որ պետք է Հայաստանին արդիականացման համար բոլոր ասպեկտներում մենք ցավոք չենք կարողանում ունենալ, որովհետև այս մարդիկ քաղաքական դաշտը վարձակալել են եւ ոչ իրենք են աշխատում, ոչ էլ թույլ են տալիս, որ այլ քաղաքական գործիչներ մտնել։ Եվ մյուս կողմից, քանի որ նրանք էլ իրենց հերթին տիրապետում են հսկայական ֆինանսական եւ նյութական միջոցներով, դրանով կարծես թե խեղդում են նոր ձևավորվող քաղաքական ուժերին, նրանք էլ իրենց ամբիցիաներ ունեն, բլոկներ ինչպես տեսնում ենք չեն կազմվում, նրանք ովքեր լավից վատից քաղաքական խոսք ասող, քաղաքական հետագիծ ունեցող կամ մտածողություն ունեցող գործիչներ ունեն, փորձում են տեղավորվել այս օլիգարխիկ ներկայացուցիչների քաղաքական ուժերի մեջ, բայց սրանք էլ ասում են շնորհակալություն, մենք ձեր ծառայություններից չենք ուզում օգտվել։ Իսկ դրանում ձեր մեղավորությունը չկա, այսինքն մասնավորապես, որ նրանք իրենց ռեսուրսներով եւ այլնով կարողանում են քաղաքական դաշտը վարձակալել, ճնշել, թույլ չտալ որևէ այլ զարգացում, կամ իրենք կամ դուք տրամաբանությունն է շարունակում խորանալ արդեն որերորդ ընտրություն։ Ինչ համատեքստում եմ էլի ասում։ Տեսեք, տպավորություն է որովհետև ստեղծվում, որ Հայաստանում երբեք իշխանություն չի զավթվել։ Հայաստանում երբեք թալան տեղի չի ունեցել։ Եվ այսինքն անտրամաբանական էլի փոքր-ինչ համադրությունը գնալ ընտրության, ինչ եթե մենք ժողովրդավար երկիր ենք, ընտրելու կամ իշխող ուժի միջև կամ պետությունը զավթածների միջև։
ինչպես է այդպես լինում, այսինքն եթե ընտրակեղծարարության համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։ Ես նկատի չունեմ, որ չգիտեմ, Ծառուկյանի վրայից իր եսի մինչև վերցնում է մեղքը եւ ինքն է դատվում։ Այդ պատասխանատվության մասին չի խոսքը։ Ուժի, քաղաքական ուժի պատասխանատվությունը ո՞րն է դրանում։ Այսինքն մաքուր են այս մարդիկ, իրենց ոչինչ պետք չի ասել։ Եթե մենք պատիժը կամ հանցագործությունը կամ իրավական գնահատականը իդենտիֆիկացնում ենք միայն կոնկրետ անձի, այդ համակարգը պատասխանատվություն չի կրելու, եթե այդ է տրամաբանությունը, ուրեմն այդ համակարգը մաքուր է, իրենց պետք չի որևէ բան ասել, ոչ ընտրակեղծարար, ոչ թալանչի, ոչ պետություն զավ թող։ Ես մեծ առումով հասկանում եմ, նաև կիսում եմ ձեր զայրույթը, ինչու, որովհետև քաղաքացիների հետ, երբ որ մենք հանդիպում ենք, այս նույն խնդիրը իհարկե տարբեր ձևակերպումներով, տարբեր տերմինների օգտագործումով, այո, մենք լսում ենք, բայց մեծ առումով մենք օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ ենք եւ մաքսիմումը, որ մենք կարող ենք անել, տալ քաղաքական գնահատականներ եւ որոշակի փոփոխություններ իրականացնել տարբեր օրենքներում։ Ցավոք, ես չեմ կարող տալ իրավական գնահատական եւ շատ հաճախ իմ շատ բազմաթիվ գործընկերների այդ ձեր կողմից նշված քաղաքական ուժի ներկայացուցիչները տալիս են դատի են տալիս, այսպես ասած, երբ որ նրանք բացի քաղաքական գնահատականից օրինակ փորձում են նաեւ իրավական գնահատական տալ։ Բայց դատավորներ եք չեն ընտրում։ Մենք այո, դատավորներ ենք ընտրում, մենք դատավորներին ընտրում ենք, դրա համար դատավորները մեզ հետ ունենում են հանդիպումներ, այնուհետև իրենց հրապարակային խոսքով հանդես են գալիս ազգային ժողովում, պատասխանում են մեր հարցերին, բոլորը կարծես թե անհամբեր սպասում են, որ պետք է ունենան այս հնարավորությունը այ գնալ եւ փորձել իրենց տեղերում, իրենց ճակերտների մեջ ասած խրամատում, իրենց ծառայությունը մատուցելով տվյալ ոլորտին վերջապես իրականացնել կամ վերջապես կայացնել այդքան բաղձալի եւ ցանկալի որոշումներ։ Բայց ինչպես տեսնում եք, դատավորներին այնտեղ ուղարկելով նախ որևէ այդպես էական փոփոխություն մենք չենք ունեցել, բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ հողմանել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, ով տևական ժամանակ առաջ, հիմա չեմ հիշի երբ նրան հարց ուղեցին օրինակ մարտի 1-ի հետ կապված, հողմանելով նաև ՄԻԵԴ-ի որոշմանն ասաց, որ մարտի 1-ի հետ կապված մենք որոշ հոդվածներ ունենք, որոնք վերավորակավորվել են։ Ես իրավաբան չեմ, բնականաբար չեմ կարող ավելի մանրազնին կամ մանրակրկիտ ավելի դետալային ներկայացնել խոսքը ինչի մասին է, բայց ես գիտեմ, որ process-ները ընթանում են։ Մեծ առումով, երբ որ դուք ասում եք տպավորություն է, որ իրենք թալանչի չեն, որ ընտրակեղծարարություն չի եղել, ընտրությունները չեն կեղծվել եւ այլն, ցավոք դա այդպես չէ, բայց ուրիշ բան է, երբ որ դու ունես բավարար չափով ապացուցողական բազա եւ ունես դատավորների եւ այլ իրավասու մարմինների բավականաչափ կամք մտնելու դրա տակ, ուրիշ բան է, երբ մարդիկ տարբեր հանգամանք գուցե վախենում են, գուցե իրենց կաշկանդված են զգում, գուցե բարեկամական կապերով կապված են այս կամ այն քաղաքական գործի հետ կամ այդ նույն նախկինների հետ։ Ես ցավոք չեմ կարող դա ասել։ Դարձյալ ուզում եմ ասել, որ մենք հնչեցնում ենք քաղաքական գնահատական, դրանից դուրս իրավական գնահատական հնչեցնելու կարիք չունենք։ Բայց մյուս կողմից ինչով է ձեռնտու։ Դա այդ հակադրությունն էլի նրանց ու ձեր միշտ ընդհանրապես պետության զարգացման տեսանկյունից եւ պետության կայացման տեսանկյունից, նաեւ ժողովրդավարության տեսանկյունից, պետությանը ինչքան որ անհրաժեշտ են լեգիտիմ ընտրված իշխանությունները, այդքան էլ անհրաժեշտ է ընդդիմություն։ Սարսափելի է, երբ ընդդիմության հետ, օրինակ, դու չունես որևէ քաղաքական երկխոսություն, երբ դու հարաբերվում ես նրանց հետ, երբ որ օրինակ ինչ որ օրենքի փաթեթ գնում եւ առնչվում է նրանց այս կամ այն պարագլխին։ Օրինակ, մասնավորապես Հայաստան երկրորդ մեր շատ եք մեղադրում օրինակ ապօրինի գույքի հետ կապված, դուք եւ մնացածները եւ իրավացիորեն մեղադրում են, օրինակ ասում են, որ ապօրինի գույքի հետ կապված դանդաղում են process-ները եւ այլն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ օրինակ Հայաստան խմբակցությունը կարող է ամիսներով չգալ գործի աշխատանքի, այսինքն ազգային չգալ, գալիս են միայն գրանցվում են առավոտյան, որպեսզի աշխատավարձից պահումներ չիրականացվեն, բայց օրինակ նրանք բոլորը միահամուռ դիմել էին սահմանադրական դատարան այդ նույն ապօրինի գույքի բռնագազման օրենքի հետ կապված սահմանադրականությունը վիճարկելու համար եւ մոտ 10-11 ամիս էր անհրաժեշտ, որպեսզի սահմանադրական դատարանը այդ կապված վճիռ իրականացրի եւ նոր դրանից հետո այս օրենքը մտնում է ուժի հավատացյալականին բարդ process է եւ իհարկե փոքր վարչապետը եւ ռուբրիկ ունի, այսպես ասած, հատիկ առ հատիկ, երբ որ ներկայացնում է եւ դատախազի եւ այլ քննչական մարմիններից նախաքննություն իրականացնող մարմինների հաղորդագրություններից կարող ենք տեսնել, որ այս կամ այն պաշտոնյան ահա այս մասով անցնում է
Թե ինչու են դանդաղում, չգիտեմ, երբ որ մենք այս նույն հարցը ուղում ենք իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, նրանք բերում են առնվազն 100 պատճառ, որ չի դանդաղում։ Ուղղակի ընթացակարգերն են այդպեսին դժվար է ապացուցել եւ այլն եւ այլն։ Հասկանալի է, բայց հարգելի Ժիր, այդ ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելու համար, եթե դուք նայել եք բնականաբար IRI-ի սոցհարցումները եւ տարբեր մարմինների կամ կառույցների կողմից պատվիրած սոցիալական հարցումներ, ապա մենք այնտեղ կարող ենք տեսնել իսկապես նոր քաղաքական ուժեր, ովքեր վերջին 3-4 տարիների ընթացքում փորձեր են արել եւ հիմա ունեն որոշակի էլեկտորատ։ Օրինակ, մենք այնտեղ մի հետաքրքիր անվանումով կուսակցություն ունենք, որը ընդամենը 3-4 տարվա պատմություն ունի, բայց արդեն եկել է եւ հանրապետական կուսակցությունից առաջ է անցել իր արդյունքներով։ Դա նշանակում է, որ այնուամենայնիվ գուցե դանդաղ, բայց քաղաքական դաշտը արձագանքում է նոր փոփոխված օրենսդրությանը։ Ինչու հարցը այդպեսի տրամաբանությամբ ձևակերպեցի, որովհետև տեսեք, դուք եք չի ասում, այստեղ հաց, այստեղ կաց։ Մենք ենք ասում։ Այո, ժողովուրդն է ասում, ժողովրդական խոսք է։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, մեր ապագան պետք է կապել այս երկրի հետ եւ այլն, բայց ես օրինակ մտածում եմ, լավ, ես չեմ ուզում իմ ապագան այդպես 5 տարվա կտրվածքով դիտարկել կամ կապել, որ հետո նորից ընտրության ժամանակ իշխանությունը գա ինձ ասի կամ պետություն կամ չպետություն։ Այսինքն, բա իմ Ինչ համար ես երկրի հետ կապեմ իմ ապագան, որ մեկ էլ 5 տարի հետո չպետություն լինի ու ես չիմանամ ինչ անեմ։ Այսինքն ինչ է կարևոր այդ դիլեման չառաջարկեք ու այդ այստեղ հացը եւ այստեղ կացը տրամաբանական հակասության մեջ է մտնում հիմա ձեր քաղաքական առաջարկի հետ։ Մեր քաղաքական առաջարկը դա ժողովրդական խոսք է, որ մենք դրել ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ, ասելով, որ այստեղ ենք ծնվել, այստեղ ենք մեծացել եւ մեծ առումով մեր ապագան եւ հույսերը պետք է կապենք Հայաստանի Հանրապետության մեջ։ Ես ուզում եմ հասկանալ, օրինակ, երբ որ դուք հիմա մի քիչ էլ բարկացկոտ այդ ձևակերպումները անում եք, ուզում հասկանալ մեզնից ինչ եք սպասում, որ ինչ անենք, գողանանք պարագլուխներին դնենք ինչ-որ մեկի մեքենայի բեռնախցիկը եւ տանենք մի Այն մարդուն, որը որոշել է իր կյանքը կապել այս երկրի։ Մենք վստահեցնում ենք, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կյանքը կապի Հայաստանի Հանրապետության հետ, անկախ նրանից ովքեր կլինեն իշխանություն։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև ես վստահ եմ, որ վերադարձ անցյալին չի լինելու։ Պարզապես չի լինելու վերադարձ անցյալին, որովհետև այդ էջը, որը բացի ցավից, բացի ողբերգությունից, բացի վատ եւ բացական զգացողություններից, ասոցիատիվ մակարդակում այլ բան չի առաջացնում մեզանից յուրաքանչյուրի մոտ, անդառնալիորեն փակված է։ Եվ գուցե դժվարությամբ, բայց մենք իրոք առաջ ենք գնում։ Եվ վերջում անդառնանք վարչապետի Մոսկովյան այցին, ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել, որ բոլոր այն հարցերը, օրինակ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, հապկի թեման, ինչու՞ չէ ռուսամետ ուժերի քաղաքական դաշտում արկայությունը եւ այլն, երբ տարբեր ձևաչափերով քննարկում էին տարբեր պաշտոնյաներ երկկողմ մակարդակում, շատ հետաքրքիր էր տեսնել, որ դրա մասին խոսում են բաց երկրի դեմքերը առաջին, ինչը կարծում եմ ինչ որ դրական միտում ունի, հա, եւ նրանք այսինքն այդ հարցերը բավականին հասունացել են ուրվագծված են, այո, որ այս մարդիկ նստած բաց խոսում են արդեն դրա մասին։ Շատ լավ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը, նախկին նախագահ Մեդվեդևը, այսօր հայտարարել է, ասել է, որ Ռուսաստանը այլևս չպետք է հանդուրժի իր, այսպես ասած, հարևանների եվրոպական ձգտումները, եթե նախկինում հանդուրժել է, հիմա չպիտի հանդուրժի, որովհետև Եվրամիությունը էլ տնտեսական կառույց չէ, ռազմաքաղաքական դաշինք է, թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, եւ ասում է այն, որ Ռուսաստանը այլևս չի հանդուրժելու այդ ձգտումները։ Զգուշավոր ձևով արդեն արեց նախագահ Պուտինը, ակնարկելով ինչ-որ ընկեր Վովաևիչի, նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ու Եվրամիության անդամակցությունը անհամատեղելի են։ Ձեզանից ձեր դաշնակից եղբայրական երկիրը, կարծում եմ մնացած նաև գործընկերներ, որոշակի կոնկրետություն են էլի ակնկալում, այսինքն իրանց համար էլ պարզ լինի դուք այդ նույն դաշնակից եղբայրն եք, թե
Ես հասկացա ձեր հարցը, բայց ուրիշ բան է, երբ որ օրինակ մենք մեր քաղաքական քիմքին, մեր քաղաքական ճաշակին այսպես աչքաչափով նստենք եւ վերլուծություններ անել, որ օրինակ այսինչ երկիրը օրինակ մեզ այսինչ թվերին կանգնեցրել այսինչ փաստի առաջ եւ ի վերջո մենք այսինչ եւ այսինչը կորցրել ենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անունից հանդես են եկել կամ երբ որ Հայաստանը չուներ պետություն եւ պետականություն չուներ հայ ժողովուրդը օրինակ այս մարտները եւ կարող ենք օրինակ հիշել տարբեր եվրոպական եւ արևմտյան երկրների ներկայացուցիչների, ովքեր փոքր ինչ որ հումանիտար օգնություններով փորձել են մեր վերքերը լավացնել կամ առնվազն լավ են ընդունել մեր հայրենակիցներին։ Սա ուրիշ հարց է, բայց երբ որ դու պետության մեջ ես եւ պարտավոր ես իրականացնել ինչ որ քաղաքականություն, թե ներքին, թե արտաքին, որից կախված չի միայն քո ապագան, այլ նաև ամբողջ երկրի աչքերը եւ ուշադրությունը ուղղված են քո վրա, դու պարտավոր ես ուղղակի երկիրը ցնցումների չտանել եւ անգամ խիստ հրատապ թվացող լուծումները, որ ժողովուրդը մեզնից պահանջում է այսօր եւ հիմա, հավատացեք, մենք էլ դա զգում ենք, մենք էլ ենք դա շատ ցանկանում, բայց իսկապես շատ դժվար է օրինակ միանգամից կապերը խզել Ռուսաստանի հետ կամ հայտարարել, որ մենք դուրս ենք գալի ԵԱՏՄ-ից այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տնտեսական երակները դեպի Հայաստանի Հանրապետությունից դուրս են գալիս ԵԱՏՄ-ի միջոցով։ Մյուս կողմից մենք գիտենք, որ մեր ցանկացած ժողովրդավարության բռնած պետության, այդ ուղին բռնած պետության համար շատ կարևոր են Եվրոպան, եվրոպական արժեքները, շատ կարևոր են եվրոպական շուկաները, բայց երբ որ դու 30 տարի քո շուկան ադապտացնում ես ԵԱՏՄ անդամ երկրների քիմքին եւ ճաշակին եւ պահանջներին, ապա շատ դժվար է ընդամենը 1 կամ 2 տարում դու որոշես, որ քո տնտեսությունը կարող ես այնպես արդիականացնել, որ եվրոպական շուկան կխնդրի կամ իր դռները այսպես լայք կբացի քո առաջ։ Եվրոպական շուկան բավականին բարդ է եւ ես գիտեմ, որ մեր որոշ պետական իրավասու մարմիններ նաև եվրոպական շուկայում որոշակի ուսումնասիրություններ են իրականացնում, գնահատում են նախ պահանջարկները, գնահատում են առաջարկները, այն թե ինչ կարող է Հայաստանի Հանրապետությունը օրինակ ներկայացնել եվրոպական շուկաներում եւ ցավալիորեն մեր պրոդուկտները, այսպես ասած, այդքան էլ մեծ չեն, մասնավորապես տնտեսական առումով, բայց մյուս կողմից, երբ որ գույք պարտքի դիմաց, որ այսօր շատ հրաշալի գործարք է ներկայացում եւ տարբեր արյունատար անոթներ դու պարզապես տալիս ես Ռուսաստանի Դաշնության ձեռքը, դրան գումարում ես նաև այն վահանակը, որով կառավարվում է դա, ապա շատ դժվար է ես վստահեցնում եմ միանգամից որոշումներ ընդունելը։ Ինձ համար իհարկե հասկանալի են եւ մեր եվրոպական գործընկերների վերաբերմունքը, որ չի կարելի երկար ժամանակ խաղալ եւ-ի սկզբունքի վրա եւ ժամանակն է, որ կամ լինի։ Ինձ համար հասկանալի է նաև ԵԱՏՄ երկրների մեր գործընկերների որոշակի վերաբերմունքը։ Ես Մեդվեդևի մասին չեմ ուզում խոսել, վստահաբար ասում եմ, ըստ երևույթին նա դա ասել է, չգիտեմ քանիսին, բայց երևի 3-րդ կոնյակի շշից հետո եւ այս մարդու սթափության վրա միշտ կան մեծ, այսպես ասեմ, կասկածանքներ, եւ ես առհասարակ չեմ ուզի, որ նրա որևէ խոսք կամ ձևակերպում դառնա հայ հանրության շրջանակներում քննարկման առարկա։ Գալով դրան, ուզում եմ ասել, որ մենք Եվրոպական միության հետ գնալով խորացնում ենք մեր հարաբերությունները, հարգելի ժիրեր, դուք հրաշալի գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի որոշակի տնային աշխատանք սա կատարելու համար, եթե դուք հետևում եք, տեսնում եք, որ օրինակ Եվրոպական միության պահանջներից մեկն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո ներդնի եւ սկսի կիրառել առողջապահության համապարփակ համակարգը, որը մենք արդեն հունվարի 1-ից արել ենք, մեզ համար շատ կարեւոր է վիզաների ազատականացումը եւ արդեն սեպտեմբեր ամսին մենք կունենանք այդ կենսաչափական անձնագրերը, մենք փորձում ենք ադապտացնել մեր գյուղատնտեսությունը եւ հատկապես տնտեսությունը եվրոպական շուկաներին մենք տալիս ենք դոտացիաներ, էկոնոմիկայի նախարարությունը միշտ հանդես է գալիս ամենատարբեր ծրագրերով, սա բավականին բարդ է, ես վստահեցնում եմ։ Չէ, որը մեկը չի ասում, որ հեշտ է, այո, պարզ է։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ներողություն եմ խնդրում, ես անկեղծ ասած կուզեի
իհարկե ես ընդհանուր առմամբ այդ խոսակցության մեջ շատ փոքր մարդ եմ, բայց կուզեի նաև մեր հանրությանը ներկայացնել ըստ երևույթին Վլադիմիր Պուտինի համար շատ կարևոր է հայ ժողովրդի վերաբերմունքը դեպի իրեն, քանի որ նա նորից խոսեց, որ մենք փաստորեն սխալ կետով ենք դիմել հապկին եւ այլն եւ ի վերջո Լեռնային Ղարաբաղում բոլորովին այլ իրավիճակ էր եւ իրենք չէին կարող, սրանով իդեպ եւս մեկ անգամ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը նրանք միշտ դիտարկել են Ադրբեջանի բաղկացուցիչ մեջ, բայց ես ուզում եմ ասել, որ մենք հապկին դիմել էինք, երբ 21 եւ 22 թվականներին օրինակ Ադրբեջանը ակտիվ հրթիռակոծում էր Ջերմուկը, Վարդենիսը, Երասխը եւ այլն, եւ այս դեպքում, երբ հարևանիդ տունը, բարեկամիդ տունը հրդեհ է ընկնում եւ դու գնում ես դուռը ծեծում ես, օգնություն ես խնդրում, ես վստահ ուզում եմ ասել, որ բարեկամդ չի ասի, չէ, պետքա զանգը տայիր դուռը ծեծելով, ես չեմ կարող բացել, հետեւաբար այս արդարացումները անլուրջ են եւ մի քիչ մանկական։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։